Հարսնաձորի լեգենդը սերիալում լարվածությունը հասել է իր վերին սահմանին։ Քաջիկի մահը մի ամբողջ շղթա բացահայտումների դուռ բացեց։ Մահվանից առաջ նա հասցրեց Հայկին հուշել ամենակարևորը՝ Աշոտը Լալայի հետ չի փախել, ինչպես բոլորն էին կարծում։ Նա ասել էր, որ նամակ է թողել, որտեղ բացատրել էր ամեն բան։ Այդ նամակը կարող էր փակել տարիների գաղտնիքները, բայց այն գտնում է Սաքոն և բնականաբար թաքցնում բոլորից։ Այս պահին Սաքոն հոգեբանական ծանր վիճակում է, նրա խիղճը տանջում է։ Երկրի ուժեղ տղամարդը, որը միշտ կարծես անսասան էր, կանգնած է սեփական անցյալի կառույցների փլուզման տակ, իսկ ամենամեծ հարվածը Նարեից էր։ Նա հայտարարեց, որ գիտի տարիներ առաջ հենց Սաքոն է սպանել Հայկի հորը։ Սա նրան մարում է ներսից։ Սաքոն կարծել էր Քաջիկն այդ գաղտնիքը իր հետ գերեզման էր տարել, բայց պարզվեց ոչ։ Նրա կործանումը սկսվում է հենց հիմա։ Մեղքի զգացումը, վախը, խուճապը և կորցրած հեղինակությունը նրան դարձրել են անկայուն և վտանգավոր։ Այս պահին բոլորը փորձում են գտնել Լալային։ Նա տարիներ շարունակ ոչ ոքի հետ կապի դուրս չի գալիս, ոչ ոքի չի պատասխանում։ Միայն Նարենն է հաղորդագրություններ ստանում անորոշ, և Նարեն ավելի ու ավելի է սկսում կասկածել՝ արդյոք դա իր հորաքույրն է, թե ինչ-որ մեկը միտումնավոր ստում է։ Եվ հենց այդ պահին հիվանդանոցում մի երիտասարդ են բերում՝ ծանր վիճակում։ Հեռուստադիտողների համար նրա ինքնությունը դեռ պարզ չէ։ Հեռուստադիտողների կարծիքները բաժանված են մի քանի խմբի։ Նրանցից մի մասը կարծում է, որ վռամն է, և դրանից հետո Սաքոյի խիղճն արթնանալու է ու բացահայտելու է ճշմարտությունը, բայց մյուս մասը կարծում են, որ երիտասարդը Լալայի և Աշոտի որդին է, ում գոյության մասին շատ քչերը գիտեին և միշտ կարծել էին, թե նա անհետացել է։ Հնարավոր է, որ Լալան հղի է եղել Աշոտից ու նրա որդին է։ Երկու տարբերակն էլ հավասար հնարավորություններ են։ Եթե նա վռամն է, ուրեմն ինչ-որ մեկը փորձել է սպանել նրան ու հավանաբար կասկածելու են Հայկին, իսկ եթե Լալայի որդին է, ուրեմն Լալան վերադառնում է։ Այլ տարբերակ չկա։ Նարեն միաժամանակ ընկել է ներքին պայքարի մեջ։ Նա շարունակում է հաղորդագրություններ ստանալ, բայց չի հասկանում, թե դա Լալան է գրում, թե ոչ։ Եթե Հայկն իմանա, որ իր հորը սպանել է Սաքոն, Նարեի հայրը, ապա նրանց ոչինչ այլևս չի կարող կապել, և հենց այդ պահին էլ Նարեն սկսում է կորցնել ինքն իրեն ու հասկանում, որ ինքն ու Հայկը այլևս ապագա չունեն միասին։ Բոլորն են անհանգիստ։ Եվ շատ շուտով Լալան հայտնվելու է, բայց ոչ ոք չգիտի, թե որտեղ էր նա, ում հետ էր, ինչու էր անհետացել և ամենակարևորը՝ ինչ գաղտնիք է թաքցնում Լալան։ Մեկ բան պարզ է՝ Լալայի հետ գալու են նաև բազմաթիվ ճշմարտություններ, իսկ այդ ճշմարտությունները սերիալի բոլոր ընտանիքները խառնելու են իրար։ Ինչ է սպասվում առաջիկա սերիաներում։ Սաքոն կանգնած է փլուզման եզրին։ Նրան մեկ քայլ է մնացել կամ ինքնախոստովանություն, կամ վտանգավոր քայլեր իր դեմ սլացողներին լռեցնելու համար։ Հայկը կկարդա երբևէ հոր նամակը, թե Սաքոն այն կվառի։ Լալայի վերադառնալը կբերի իր հետ նոր գաղտնիքներ, լաց, վրեժ և մի մեծ բացահայտում։ Նարեն և Հայկը կանգնած են ճակատագրական ընտրության առաջ, և անծանոթ երիտասարդը կարող է ամբողջ սյուժեն շրջել գլխիվայր։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին ու տեսանյութի մեկնաբանություններ դաշտում գրել ինչ եք կարծում, ով էր այն երիտասարդը, որ հայտնվել էր հիվանդանոցում։ Արդյոք վռամն էր, և արդյոք փորձում են Սաքոյին ցավեցնել ու արթնացնել Սաքոյի խիղճը, թե նրա հավանական հիվանդանոցում հայտնվելուց հետո Հայկին սպառնում է ձերբակալություն, քանի որ հավանաբար շատերը կարծելու են, որ դա Հայկի ձեռագիրն է։ Բայց կերպարը բոլորովին էլ նման չէ վռամին, Արմոյին կամ հեռուստասերիալում այլ կերպարի։ Հավանաբար նոր կերպար է, նոր երիտասարդ և իր հետ բերելու է նոր գաղտնիքների բացահայտումներ ու նոր ինտրիգներ։ Եթե Լալայի որդին է, ուրեմն շատ շուտով հայտնվելու է Լալան, այսինքն երկու նոր կերպար միանգամից հեռուստասերիալում։
Դե ինչ, գրեք ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, չմոռանալով նաև բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի առաջինը լինեք տեղեկացված։ Տեղեկանաք նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նշեք նաև, թե «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ ձեզ համար մենք կպատրաստենք նոր հետաքրքիր բացահայտումներով լի տեսանյութ, որը շատ շուտով կլինի մեր ալիքում, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը լինելու տեղեկացված։ Իսկ թե ովքեր են լինելու նոր կերպարները և ինչպիսին է լինելու դրական թե բացասական, կիմանաք ընդամենը ժամեր անց։ Հեռուստասերիալում նոր ինտրիգներ են, նոր զարգացումներ, նոր հետաքրքիր իրարանցումներ։ Ելենա Արշակյանն ու իր թիմն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան ու էլ ավելի ինտրիգային դառնա, իսկ հեռուստասերիալի հետագա սերիաներն էլ ավելի լարված։